Ըստ խնդրի պետք է գտնել բոլորային դրական անկրճատելի կոտորակները, որոնք 3 անգամ մեծանում են համարիչն ու հայտարարը միաժամանակ 12-ով մեծացնելիս։ Շատ լավ։ Դե խնդրի լուծման համար ավելի լավ տարբերակ մենք չունենք, բացի այն, որ կարող ենք ուղղակի համարիչն ու հայտարարը նշանակենք ինչ-որ փոփոխականներով և դրանց հետ փորձենք գործողություններ անել։ Ուստի վստահ կարող ենք ասել, որ ենթադրենք կոտորակը մեզ մոտ հետևյալ տեսք ունի։ AB-երով տեսքով կարող ենք ներկայացնել, իսկ անկրճատելի բառը ինչպես կարելի է այստեղ նշել, դե ինչ է նշանակում անկրճատելի, ոչ մի ընդհանուր բաժանարար չունեն համարիչն ու հայտարարը, ոչ մի թվի վրա չեն կարող բաժանել բացի մեկից։ Ուստի կարող ենք ասել, որ այդ երկու թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը հավասար է 1-ի, ինչն էլ կնշանակի, որ կոտորակը անկրճատելի է։ Հիմա ըստ խնդրի արդեն գիտենք, որ եթե համարիչ և հայտարարին գումարենք 12, մեծացնենք 12-ով, մեր ամբողջ կոտորակը 3 անգամ կմեծանա, ունենանք 3a բերորդ։ Շատ լավ, սրանից հետո ինչ կարող ենք անել, դե ինչ-որ ձև պետք է փորձենք սահմանափակումներ դնել մեզ մոտ a կամ b թվի վրա, որպեսզի կարողանանք արդեն արժեքներ տալ նրանց և մյուսը փորձենք գտնել ըստ դրա։ Եվ ինչպես կարող ենք սահմանափակումը դնել, եկեք հիմա երկու ձևով առաջարկեմ, թե ինչպես կարելի է դա հասկանալ ու կաշխատենք a-ի վրա։ Առաջինը մի քիչ երկար է, բայց միտքը ավելի լավ է երևում, իսկ երկրորդը միանգամից արագ կասենք այդ կտորը։ Կամ եկեք հակառակը անենք։ Դա նկատենք, որ ունենք հավասարություն, երկու կոտորակները իրար հավասար են, սակայն առաջինի հայտարարը մեծ է երկրորդի հայտարարից։ Դա նշանակում է, այս հավասարությունը պահելու համար անհրաժեշտ է, որ առաջինի համարիչը մեծ լինի նաև երկրորդի համարիչից, հակառակ դեպքում կխախտվի ուղղակի այս հավասարությունը երկու կոտորակների արժեքների։ Ինքն այստեղ կարող ենք բառերով այսպես նկարագրել, քանի որ b գումարած 12-ը մեծ է b-ից և կոտորակները հավասար են, այստեղից հետևում է, որ մեզ մոտ առաջինի համարիչը նույնպես պետք է ավելի մեծ լինի երկրորդի համարիչից։ Դե որտեղից արդեն կարող ենք ասել, որ 12-ը 2a-ից է մեծ, երկու կողմից ուղղակի a հանելով ու բաժանելով 2-ի կստանանք, որ 6-ը մեծ է a-ից։ Շատ լավ, այս նույն արդյունքին ինչպես կարող ենք գալ, իրականում այս փորձը օգտագործելու ենք շուտով, ինքն ինչ գործողություն կատարենք հիմա a-ի համար սահմանափակում դնելու նպատակով, հետո օգտագործելու ենք։ Դա ուղղակի հաճախ բազմապատկերն է այս դեպքում կամ երկու մասը բազմապատկել b անգամ b գումարած 12-ով։ Ունենանք արդյունքում a գումարած 12 բազմապատկած b-ով, որն էլ հավասար է 3a բազմապատկած b գումարած 12-ով։ Շատ լավ, ուղղակի բաշխական օրենք կիրառելով բացենք փակագծերը, ունենանք 3ab այս հատվածում և 36a, երկու հատվածից հանենք այդ ab-ն, ունենանք, որ 12ab-ն հավասար է 2ab գումարած 36a, բաժանենք այս հավասարի նշանը երկու մասերը 2-ի վրա, ունենանք, որ 6-ան, կներեք 6b-ն հավասար է ab գումարած, այստեղ ունենք 18a։ Շատ լավ, տեսեք, որ այս հատվածից մենք a-ն կարող ենք ընդհանուր հանել, բայց մեզ a-ի վրա է սահմանափակում պետք, դրա համար ոչ թե այդպես անենք, այլ հակառակը։ Եկեք այս ab-ն այնպես անենք, որ մյուս հատվածում լինի, կունենանք 6b-ից, ուղղակի հանում ենք ab երկու մասից, հավասար է 18a ու արդեն այս կտորից b-ն ընդհանուր հանենք, ստացվի 6 մինուս a-ն հավասար է 18a-ի։ Դե արդեն քանի որ ունենք երկու դրական թվեր իրար հավասար, 18a-ն հաստատ գիտենք, որ մեծ է 0-ից։ Նշանակում է այս կտորը նույնպես պետք է մեծ լինի 0-ից, թե b-ն մեզ մոտ դրական թիվ է, հետևաբար 6a-ն նույնպես պետք է, կներեք 6 մինուս a-ն նույնպես պետք է լինի մեծ 0-ից։ Այսինքն 6-ը մեծ է a-ից։ Ինքն սա այն պայմանն է, որ եթե առաջին կոտորակի
հայտարարը մեծ է երկրորդ կոտորակի հայտարարից, ապա համարիչը նույնպես պետք է մեծ լինի երկրորդի համարիչից, եթե այս երկուսի արժեքները իրար հավասար են։ Դա ուղղակի ցույց տվեցիք, թե ինչպես կարելի էր ստանալ։ Շատ լավ, ստացվեց, որ 6-ը մեծ է a-ից։ Հիմա սրանից հետո ինչ կարող ենք անել, ուղղակի a-ին արժեքներ կտանք եւ կփորձենք գտնել համապատասխան b թվեր կամ չենք գտնի, որովհետեւ օրինակ կրճատելի է կոտորակը ստացվում կամ առհասարակ չի ստացվում։ Եթե a-ն հավասար է 1-ի, ընդամենը 5 դեպք ունենք։ Այստեղից հետևում է, որ ուղղակի տեղադրենք վերևի հավասարության մեջ, կամ եկեք արդեն օգտվենք այս պարզեցված կտորից։ Եթե մենք ամեն անգամ այստեղ տեղադրելուց հետո պետք է բարձրանայինք վերև եւ տեղադրեինք այստեղ արժեքներ հաշվեինք, հիմա տեսեք, որ բավականին պարզեցրել ենք, ուղղակի օգտվելով այստեղից կարող ենք մեր ստացած թվերը նշել։ Դե b անգամ 6 մինուս a-ն մեզ մոտ 4 է ստացվում, հավասար է 18 անգամ 1, որտեղից b-ն պետք է լինի 18 քառորդ, հավասար 9 երկրորդ։ Դա մեզ չի բավարարում, որովհետև b-ն ստացվում է ոչ բնական թիվ։ Շատ լավ, վերևում մենք ենթադրում ենք, որ այդ երկուսը բնական են։ a-ն հավասար է 2, այստեղից հետևում է, որ b անգամ 6-ից եթե 2 ենք հանում, արդյունքում ստացվում է մեզ մոտ, կներեք, այստեղ 4 չար, այստեղ 5 էր, 6-ից մենք հանում էինք 1, այստեղ ունենք 5, 6-ը բազմապատկում ենք հետևյալ դեպքում 4-ով ու պետք է հավասար լինի 18 անգամ 2, որտեղից էլ b-ն մեզ մոտ հավասար է 18 անգամ 2-ը եթե բաժանում ենք 4-ի 9, դա մեզ մոտ չբավարարեց, իսկ այս մեկը բավարարեց։ Երբ մեզ մոտ a-ն հավասար է 3-ի, հետևում է, որ b անգամ 3-ը պետք է հավասար լինի 18 անգամ 3, որտեղից էլ b-ն պետք է հավասար լինի 18-ի։ Բավարարեց այն պատճառով, որ 18-ն ու 3-ը իրար հետ փոխադարձաբար պարզ չեն, այսինքն կոտորակը կրճատելի կլիներ։ Չորրորդ իրավիճակը այն է, որ a-ն հավասար լինի 4-ի, որտեղից կստացվի, որ b անգամ 2-ը հավասար է 18 անգամ 4, ուստի b-ն մեզ մոտ հավասար է 36 ու կրկին այն չբավարարեց, որովհետև անկրճատելի չի ստացվում կոտորակը։ Եվ վերջապես 5-րդ դեպքը, երբ a-ն հավասար է 5-ի, կունենանք, որ b անգամ 1-ը հավասար է 18 անգամ 5, որտեղից էլ արդեն ակնհայտ չբավարարեց, այն պատճառով, որ a-ն 5 է, իսկ b-ն 18 անգամ 5, ակնհայտ է, որ նրանք անկրճատելի չեն լինի, փոխադարձաբար պարզ չեն։ Ուստի մեզ մոտ միակ պատասխանը, միակ բավարարող a-ն և b-ն դա 2-9 զույգն է, 2/9-ն է։ Բայց մինչև պատասխանը այսպես վստահ գրելը, արժեր մի անգամ ստուգել ու աչքով տեսնել, թե ինչպես է կատարվում այդ փոփոխությունը։ 2-ին եթե գումարում ենք 12, ունենում ենք 24, ներեք, 2-ին եթե գումարում ենք 12, ունենում ենք 14, հարաբերում ենք 9-ին գումարած 12, այսինքն 21, որը պետք է ստացվի, դա ակնհայտ է այստեղ կրճատումը, եթե 7-ով կատարենք ունենանք 1/3 ու արդյունքում ունենում ենք 2/3, 3 անգամ 2/9 ու 3-ները կկրճատվեն, կունենանք նույն 2/3, այսինքն ամեն ինչ ճշմարիտ է և սա միակ AB զույգն է, որը մեզ բավարարում է։ Շատ լավ, եկեք կարճ ամփոփում անենք, հասկանանք ինչ արեցինք։ Դե ինչպես արդեն նշեցի, այստեղ շատ գործ մենք անել չէինք կարող, որովհետև առանց փոփոխականներ օգտագործելու, որովհետև դա բավականին բարդ կլիներ։ Դրա համար մենք փոփոխականները ներմուծեցինք ու սկսեցինք դրանց հետ աշխատել, նշելով, որ նրանք բնական են և դա իրար հետ փոխադարձաբար պարզ են անկրճատելին ապահովելու համար։ Հետո պետք է, ինչպես նշել եմ, սահմանափակումներ դնել a-ի կամ b-ի վրա, որպեսզի հետագայում նրանց հետ գործողություններ կատարենք։ Առաջին սահմանափակումը a-ի համար ասեցինք, ու իրականում միակ սահմանափակումը, հետո ուղղակի b-ն փորձում ենք ու տեսնում ենք, որ չի ստացվում, այն իմաստով, որ b առաջին կոտորակի արժեք հավասար է երկրորդի արժեքին, բայց հայտարարները ակնհայտ առաջինն ավելի մեծ է, քան երկրորդինը, ուստի համարիչների մեջ էլ նույնպես այդ անհավասարությունը պիտի տեղի ունենա, դրա համար ստացանք, որ 6-ը մեծ է a-ից։ Հետո դա ուղղակի ցույց տվեցինք խաչաձև բազմապատկելու արդյունքում, այսինքն այն միտքը, ինչ այս առաջին
կտորում խոսելով ասեցինք, երկրորդ կտորում ուղղակի ապացուցեցինք, այսպես ասած, բայց երկու ձևով էլ կարելի էր ասել։ Երկու ձևն էլ ճիշտ է։ Հետո ուղղակի այն արժեքներ էինք տալիս, որովհետև սահմանափակ քանակությամբ էր 5 հատար, եւ սկսում էինք բեն գտնել։ Որոշ դեպքերում բեն կոտորակային թիվ էր, որը ակնհայտ չի բավարարում, մենք ենթադրել էինք, որ անուն են բնական են, ու մնացած դեպքերը, որոնք չէին բավարարում, ուղղակի ստացվում են ոչ փոխադարձաբար պարզ զույգեր, ու միայն երկու 9 զույգը բավարարեց, որի համար մենք ստուգում կատարեցինք ու ստացանք, որ մեր պատասխանն է 2/9։ Շատ լավ, այսքանով այս խնդրի լուծումը կարող ենք ամբողջությամբ ավարտել։